1991 թվականի սեպտեմբերի 21-ին համազգային հանրաքվեով Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն։ Ազատության բերկրանքը սակայն մռայլվեց հայ ժողովրդին բաժին ընկած դաժան փորձություններով։ Եվ այդ փորձությունները դեռ շարունակվում են։ Քրոնիկան հիշեցնում է Հայաստանի նորագույն պատմության տառապալից էջերը։ Երևանը շրջափակման տարիներին։ Ղարաբաղում պատերազմ էր, կրակոցներ, հրետակոծություն, արյուն էր հեղվում։ Հայաստանում ևս պատերազմ էր, պատերազմ սովի դեմ, ցրտի, խավարի, ամենօրյա պատերազմ անուն գոյատևման։ Մենք դեռ կխոսենք այդ մասին։ Փաստորեն մենք սկսում ենք երրորդ սերիան։ Ընդհանրապես ինձ թվում է, որ սա ամենաբարդ սերիան պետք է լինի, որը շոշափում է արդի վիճակը։ Այս մեր փոքրիկ հերոսն է։ Նա դարձել է հերոս եւ անկախության խորհրդանիշ։ Գուցե սկսենք հենց նրանից։ Այս երիտասարդը մեր տեսած դրոշակով տղան է։ Մենք խնդրեցինք նրան, որ կրկնի Հայաստանի անկախության առաջին օրվա իր ճանապարհը։ Ստեղ 11 տարի առաջ ես դրոշը ես եմ բարձրացրել, ուզում եմ բարձրանամ վերև։ Դրամ ինչ է փոխվել։ Անկախության դրոշը։ Ուր է այդ դրոշը, շենքի վրա։ Հա, կրիշը։ Ինչ ես ուզում։ Ուզում բարձրանամ վերև, կարամ։ Իհարկե, հետո նկարահանման խմբի խնդրանքով Կարոյին թույլ տվեցին բարձրանալ։ Նա հիշեց, թե ինչ էր իր համար այն լեգենդար օրը։ Փոքր է այդ ժամանակ, ուրախ տոն էր այդ ժամանակ, ուրախանում էին բոլորը, ես էլ էի, փոքր էր, ուրախանում էինք, պապան յանգերերի հետ բոլորը շատ ուրախ էին, տենց տարարողություններից հետո գնացինք, խմեցին, ուրախացան, պարեր, ամեն ինչ։ Այդ օրը շատ լավ օր էր, լավ օր անցկացրեցի, հիշում եմ, որ իմ համար էդ մեծ ինչ-որ տոն էր։ Այսպես սկսվեց անկախության ճանապարհը։ Տարերային ցույցեր, ռոմանտիկ երգեր նվիրված Ղարաբաղին, ոչ բոլորն էին հասկանում, թե ինչ է կատարվում, բայց բոլորն էլ ոգեշնչված էին։ Պայքարը հանուն Ղարաբաղի միավորում էր մարդկանց, ազգային հպարտություն արթնացնում։
Սա Ղարաբաղ կոմիտեն է։ Քաղաքական նոր այրերը, անկախ Հայաստանի ապագա ղեկավարները։ Այն ժամանակ նրանք թվում էին ժողովրդի կամքի ճշմարիտ մարմնավորումը։ Նրանց հավատում էին։ Եվ հազարավոր մարդիկ գնում էին նրանց հետևից մոտալուտ տոնի հույսով, նոր Հայաստանի հույսով։ Հետո շատ բան կփոխվի։ Карабахское движение Ղարաբաղյան շարժումը համաժողովրդական էր, մաքուր, ազնիվ, բայց иногда, эксплуатируя то обстоятельство, что некоторые лидеры երբեմն շահագործելով այն հանգամանքը, որ որոշ ղեկավարներ աթոռով ու ռուբլով չդիմացան փորձությանը եւ խոր հիասթափություն առաջացրեցին, որոշակի թուղթ մրոտողներ դրանից օգտվելով փորձում են այժմ վարկաբեկել 88 եւ 91 թվականների զարթոնքը։ определенные пачкуны пытаются опорочить, переоценить, переосмыслить сейчас то светлое, что было в 88-91 годах. Ես կտրականապես դեմ եմ դրան։ Դա համարում եմ սրբապղծություն, որովհետև այն ժամանակ բոլորը անկեղծ էին, փոքրից մեծ, այդ թվում նաև լիդերները։ В том числе и лидеры. Характеризуя карабахское движение, неправильно использовать слово. Մեկնաբանելով Ղարաբաղյան շարժումը, քաղաքական բառի օգտագործումը ճիշտ չէ։ Именно духовным, не религиозным. Այն իր խորությամբ հոգևոր շարժում էր։ Հոգևոր, ոչ թե կրոնական, այլ հոգևոր։ Եվ Ղարաբաղ կոմիտեի անդամների ու ժողովրդի հետ այդ կապը խորապես հոգևոր էր։ Ահա այդ կապի կորուստն էլ հանգեցրեց նրան, որ Ղարաբաղ կոմիտեում բազմաթիվ անհամաձայնություններ եւ երկպառակություններ ծագեցին։ Вот разлады, многочисленные раздоры. Смена власти сопровождалась Իշխանության փոփոխությունը ուղեկցվեց ժողովրդի մեծ ուրախությամբ, ոգևորությամբ, եւ թվում էր, թե հիմա ամեն ինչ լավ է լինելու, բայց գոնե մենք հասկանում էինք, որ ինչ որ ժամանակաշրջան բավական դժվար է լինելու։ довольно-таки трудным. Հայաստանի Հանրապետության կառավարության մամլոյցարայությունից ստացված հաղորդման համաձայն Վրաստանի տարածքով Հայաստան եկող գազատարը դարձյալ պայթեցվեց։ Այս հերթական պայթեցման հետևանքները վերացնելու նպատակով ներկայումս բանակցություններ են ընթանում։ Վերականգնողական աշխատանքները դանդաղում են շոդյանի ականապատման պատճառով եւ հայտնի չէ, թե որքան կտևի ականազերծումը։ Բնակչությանը տրվող էլեկտրոէներգիայի չափսը ել ավելի կպակասի։ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի համաձայն 3 անգամ բարձրացվել է հացի եւ մյուս բոլոր տեսակի հացամթերքների գները։ Ինչպես հայտնեցին երկախորհրդի լրատվական ծառայությունից, բնակչությանը էլեկտրոէներգիայի մատակարարման գրաֆիկը մնում է անփոփոխ։ Այժմ պահպանվում է երկժամյա մատակարարումը, իսկ հովանային անջատումների կայունացման եւ էներգաժամի ավելացման մասին ոչ մի հստակ եւ սփոփիչ պատասխան չի ստացվել։ Վրա հասան ծանր ժամանակներ։ Նույնիսկ բնությունը չխնայեց Հայաստանին։ Ձմեռները անչափ ցուրտ էին։ Սակայն շատ ավելի ծանր էին ձեռակերտ փորձությունները։ Երկիրը հայտնվեց դաժանագույն շրջափակման մեջ։ Չկար էլեկտրականություն, չկար վառելիք, կանգ էր առել տրանսպորտը։ Հոգնած մարդիկ քայլում էին սառցակալած քաղաքի սայթաքուն փողոցներով, իսկ տանը նրանց սպասում էր ցուրտը։ Հայաստանն ասես վերադարձել էր միջնադար։ Երևանում եւ ոչ միայն Երևանում հայտնվեցին փայտահատներ։ Կացնի թակոց էր ամբողջ երկրում։ Վառելիքի գրեթե միակ աղբյուրը մնացել էին ծառերը։ Հատում էին պարտեզները, այգիները, անտառները, իսկ ինչ անեին։ Հարկավոր էր մի կերպ պաշտպանվել սառնամանիքից։ Քաղաքակիրթ կենտրոնացված ջեռուցմանը փոխարինեցին ինքնաշեն վառարանները։ Եվ այնուամենայնիվ քաղաք
կյանքն ապրում էր, չէր մեռնում հույսը։ Հիմա տարիներ անց շատ դրվագներ հիշում են նույնիսկ հումորով։ Զանգում էին Լեննականից բարեկամները, Կարո ջան, այդ դրոշը որ լավ արեցիր, բարձրացեցիր, գոնե հանած դրոշի փեդ ուղարկի վառենք, փեդ չկա, այդ ձևի տենց խոխմաներ էին անում։ Իսկ հետո տարիքով մարդիկ կան բակում, որ հիշում են մեկ-մեկ իրանք խոսալուց, որ անցնում են, բողոքում են այս երկրի համար, ու անցնում են, հեն ասում է, անկախության դրոշ բարձրացնողն է, մեզի գցեց կրակը։ Ժպտում եմ, ամեն մարդ մի ձևով է մտածում, դե իրանց մեջ գիտեն, որ ես չեմ մեղավորը։ Դուք գիտեք, թե ինչ էր Երևան այն ժամանակ, ձմռանը։ Դա նույնն է, ինչ Լենինգրադը շրջափակման ժամանակ։ Դա մութ քաղաք էր, ոչինչ չէր երևում։ Միայն մի շենքում էին ապակիները լուսավոր, ասում էին այնտեղ մաֆիան է ապրում։ Իսկ մաֆիայի համար խնդիր չկա։ Նրանք ադրբեջանական մաֆիայի հետ էին ինչ-որ ձևով շփվում։ Գազ չկար, ջեռուցում չկար։ Մենք տաքանալու միջոցներ էինք գտնում։ Այն տարիներին մթության մեջ աշխատում էի մոմի լույսի տակ, սառչում էինք, երեխաների հետ քնում էինք հատակին, իրար կողքին, որպեսզի տաքանայինք։ Նրանց համար կարդում էի Տարզանը, որպեսզի ինչ-որ ձևով շեղեի ցրտից, սակայն չէի տրտնջում, չէ որ ողջ ժողովուրդն էր տառապում։ Գուցե այդ ժամանակ եմ փչացրել տեսողությունս, եւ հիմա համարյա կույր եմ, 2 տարի է ոչինչ չեմ կարդում, մեքենա չեմ վարում։ Առանց վառելիքի ու լույսի էին մնացել հիվանդանոցները։ Ցրտից մեռնում էին նորածինները։ Մահը փորձում էր տեր ու տիրական դառնալ Հայաստանում։ Շատերը չդիմացան։ Քանի մարդ վաղաժամ մահացավ սովից ու սառնամանիքից։ Ես պաշտում էի հորս, շատ էի սիրում, փաստորեն նա ցրտից մահացավ։ Երբ առավոտյան արթնանում էր, կողքին դրած բաժակի ջուրը սառած էր լինում։ Մարդ, որ Հայաստանի համար շատ բան էր արել։ Մարդ, որ Հայաստանում ավելի քան 200 շենք է նախագծել եւ կառուցել։ Այդ մարդը փաստորեն մահացավ սովից ու ցրտից։ Օր-օրի մարդկանց դիմավորում էին դատարկ խանութները։ Չկային նույնիսկ ամենաանհրաժեշտ մթերքները։ Հացի հերթեր։ Հացը վաճառում էին կտրոններով, անորակ թե փախարն հաց, օրական 250 գրամ մեկ շնչին։ Սա էլ յուղի հերթ է։ Հերթերը շատ էին, մթերքը քիչ։ Չտեսնված ճոխություն, չնաշխարհիկ հավգիթը, ոսկու գին։ Մեկն իր կյանքն էր զոհում ճակատում, մյուսը փող դիսում։ Չէր բավականացնում ոչ միայն մթերքը։ Ահա, սա էլ նավթի հերթ է։ Բիզնեսի ևս մի տարատեսակ շրջափակման ժամանակներում, եւ այն էլ անչափ եկամտաբեր բիզնես։ Наш народ терпел все. Он терпел и потери. Մեր ժողովուրդը շատ բան հանդուրժեց։ Հանդուրժեց մտերիմների կորուստները, հանդուրժեց ցուրտ ու մութ ձմեռները, որոնք մեզ պարտադրել էին այդ տարիների հանրապետության համար նախատեսված
էներգակիրները վաճառած սրիկաները։ которые предназначались. Ժողովուրդը դա էլ հանդուրժեց։ Он и это стерпел. Նա չհանդուրժեց անարդարությունը, չհանդուրժեց անարժանների շքեղ դղյակները, Самых недостойных. չհանդուրժեց հայրենիքս կողոպտած տականքներին։ Подонки, грабители. Сейчас, как гром среди ясного неба, Պարզվում է, որ եղել են հանրապետության էլեկտրաէներգիայի եւ ջեռուցման ապահովման նպատակով Սփյուռքից ստացված միջոցներ։ Դրանք այնքան են եղել, որ լրիվ կբավականացնեին 100%-անոց նորմայով։ Եվ այն ժամանակվա կառավարիչներից ոչ մեկը թող չասի, թե տեղյակ չի եղել։ Նրանք պարտավոր են կրել ողջ պատասխանատվությունը։ он не знал, он обязан нести полную ответственность за это. Наш бывший президент сказал, Մի անգամ մեր նախկին նախագահն այսպիսի անհեթեթ բան ասաց. придумывал очень много, что пусть те, Թող մեր թոշակառուները ծախսեն իրենց ունեցած փողերը, իսկ հետո թող հարևաններից պարտք վերցնեն։ а если у них не хватает, пусть идут к соседям и на долг возьмут. Մենք մեր ունեցվածքը, կոստյումները, հագուստները, То, что у нас ամեն ինչ վաճառեցինք։ костюмы, одежда, продали все. Շրջափակում, պատերազմ, հեշտ չէր կառավարության վիճակը։ Այդ ամենը կարելի է հասկանալ։ Բայց ինչպես հասկանաս ու ներես մեկ այլ բան։ Հետագայում, երբ Երևանը լույս կունենա, հանկարծ կպարզվի, որ ժողովրդյան կառավարության շատ ղեկավարներ հանկարծ անչափ հարստացել են։ Եվ դա համատարած աղքատության պայմաններում։ Իսկ առայժմ ժողովուրդը շրջափակման մեջ նշում է հերթական ամանորը։ Սիրունցը մեր, ընկերներ մեր, պատի սյուն է եկել, սմեր բաբին ինչ է պետեր, կսպասենք մենք շատ տերներ, սիրունցը մեր, ընկերներ մեր, պատի սյուն է եկել, սմեր բաբին ինչ է պետեր, կսպասենք մենք շատ Вы знаете, вот армяне очень интересны. Գիտեք, հայերը շատ հետաքրքիր ժողովուրդ են։ Вечно хотят быть Նրանք ուզում են միշտ օրիգինալ լինել։ с юмором. Ես այսօր հումորով եմ մոտենում Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը։ Առաջին անգամ լսեցի եւ ինձ համար շատ տարօրինակ էր, որ նախագահը ազգին շնորհավորելով ամանորի կապակցությամբ հայտարարում է, թե նոր տարում ավելի վատ է լինելու, քան նախորդ տարում։ Այս դեպքում էլ մենք նորից առաջին տեղում ենք։ Չեմ կարծում որևէ այլ երկրի նախագահ իր շնորհավորական ուղեկցում ժողովրդին համոզի, որ գալիք տարին նախորդից ավելի վատ է լինելու։ Поздравительные речи убеждал народ, что следующий год будет хуже, чем предыдущий. Ցավոք պաշտոնը փոխում է մարդկանց։ Ժողովուրդը հերթական անգամ հիասթափվում էր հերթական ղեկավարից։ Իսկ միգուցե մարդիկ կույր էին ու պարզապես չէին տեսում, թե ով ինչ է, ով է։ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում օրինակ, դե ասենք այսպես, նա այսպես ասած շարժման աղան էր։ Ինչ իմաստով աղա։ Այսինքն այն մարդը, որը բոլորին եւ ամեն ինչին վերևից էր նայում։ Իրեն նեղություն չէր տալիս, աշխատում էր հեռու մնալ շատ խնդիրներից, ձգտելով, որպեսզի դրանք լուծվեն իրենք իրենց։ Միաժամանակ այդ ընթացքում շատ բան է թալանվել։ За это время. Առնվազն առաջանում է տարօրինակ մի զգացողություն։ Կարծես նրանք միշտ ընդդիմություն են եղել։ Իսկ որքան ես գիտեմ եւ հասկանում եմ, նրանք առնվազն զինակիցներ են եղել։ Ты понимаешь, вот у политика очень короткая память. Քաղաքագետները վատ հիշողություն ունեն։ Օրինակ, բոլորովին վերջերս լսեցին նախկին ղեկավարների մի 2-3 ելույթ։ Նրանք պնդում են, թե հիանալի երկիր են կառուցել։ Գիտես, դա լկտիություն է, պարզապես սուտ, Наглость, такая ложь. որովհետև իրենք են երկիրը ավերել։ А вот Այ сегодня այսօր пробуют ինչ որ փորձեր его արվում են построить. կառուցելու։ Я уже увидел проявление. Ես ծանոթ եմ Լևոնի աստղային հիվանդությանը, եւ դա ինձ շատ ու շատ անհանգստացնում էր։ Սկզբում սկսեցի բարեկամաբար նախատել Լևոնին։ Հետո այդ ամենը սրվեց եւ աստիճանաբար վերածվեց թշնամության։
Եվ հետո աստիճանաբար նրանց համար գերիշխողը ոչ թե արցախյան շարժումներ, ոչ թե Հայաստանի ապագան, ժողովրդի վիճակն ու ճակատագիրը, այլ սեփական բարեկեցությունը, իշխանությունն ու աթոռ պահելը։ Ասում են հեղափոխությունները հղանում են իդեալիստները, կատարում մոլեռանդները, իսկ պտուղներից օգտվում են տականքները։ Ամենից ավելի վտանգավորն այն է, երբ դա միևնույն անձի փոփոխությունների շղթան է։ Մի ժամանակ ժողովուրդը սիրում էր իր առաջնորդներին, հետո ատեց։ Իդեպ նախագահի կողքին կանգնած այս մարդուն այսօր որոնում է Ինտերպոլը։ Ահա այսպիսի վերջաբան ժողովրդական առաջնորդի համար։ Ես չկարողացա նրանց ներել այն գաղափարները դավաճանելու համար, հանուն որոնց շարժումը սկսվեց։ Չկարողացա նրանց ներել այն մեծ չարիքի համար, որ ժողովրդի մեջ ամեն ինչի հանդեպ հիասթափություն ու ափսոսանք առաջացրեցին։ Ահա սա ամենաաններելի չարիքն է։ 1996-ին ժողովուրդը նորից դուրս եկավ փողոց։ Մարդիկ չէին հավատում ընտրությունների արդյունքներին։ Պարզ էր, որ գործող նախագահը պարտվել է, եւ նրա տեղը պիտի զբաղեցնի ընդդիմության ղեկավար Վազգեն Մանուկյանը։ Սակայն նախագահը մնաց իր պաշտոնին։ Վրդովված ժողովուրդը սկսեց գրոհել ազգային ժողովի շենքը, ուր աշխատում էր կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այն, ինչ դուք տեսնում եք, ռազմական գործողություն չէ, այլ բողոքի ծայրահեղ դրսևորում։ Ժողովրդի եւ իշխանությունների առճակատումը ակնհայտ էր։ Երկիրը հայտնվեց քաղաքացիական պատերազմի շեմին։ Բայց երևի Աստված խղճաց ու թույլ չտվեց, որ արյուն թափվի։ Իշխանությունները վախեցան։ Թվում էր ժողովրդի բացահայտ անվստահությունը պիտի ստիպի կառավարությանը հրաժարական տալ, բայց այլ բան եղավ։ Որոշ մարդկանց համար իշխանություն ստանալը դառնում է ինքնանպատակ։ Իշխանություն ստանալով նրանք հանգստանում են եւ ասում են, որ եթե մենք իշխանության ղեկին ենք, ուրեմն ամեն ինչ լավ է։ Ուրեմն միակ արժեքը, որը պետք է պահպանի ժողովուրդը, դա մեր իշխանության ղեկին մնալն է։ Հերթական անգամ երևանցիները փողոցներում զրահատեխնիկա տեսան։ Միայն թե երեք դա խորհրդային զրահատեխնիկան էր, որ ուզում էր ճնշել ազգային շարժումը, հիմա իրենցը եւ իրենց դեմ։ Ընդդիմությունը ձերբակալվեց։ Ընդդիմադիր պատգամավորները խորհրդարան բերվեցին ձեռնաշղթաներով։ Պարզվեց, որ ազատ Հայաստանում ընդդիմության համար ամենահարմար տեղը բանտն էր։ Այսպիսի տարօրինակ ժողովրդավարություն, որ բոլշևիկյան ձեռագիր էր հիշեցնում։ Ամեն գնով պայել իշխանությունը, որը դրսևորվեց, բերեց այդպիսի ցավալի դեպքերի բռնությունների։ Մենք մեր նպատակն է եղել միշտ 88 թվից, որ մենք կառուցենք իրոք դեմոկրատական պետություն։ Սա ընդդիմության ներկայացուցիչն է։ Նրանց բոլորին փաստորեն այստեղ էին բերել պահակախմբով, անձեռն մխելիությունից զրկելու համար, սակայն նրանք արդեն ձերբակալված էին։ Իսկ նրանք պատգամավորներ էին։ Այո, իհարկե, նրանք արդեն ձերբակալված էին, բայց նրանց բերել էին։ Այդ տեսնում ես, քաշքշում են։ Ինչն է ամենահետաքրքիրը։ Նրանք, ովքեր խփում են, մինչև այժմ կառավարությունում են, նախարարներ են,
լավ պաշտոններ են զբաղեցնում։ Իսկ ում որ խփում են, դե քանի որ ժամանակները փոխվել են, նրանք էլ են կառավարությունում։ Այսինքն հիմա բոլորը միասին են։ Բոլորը արդեն միասին են։ Սակայն ամենասարսափելին այն է, որ չարիքը չպատժվեց, նշանակում է մինչև հիմա գոյություն ունի։ Մարդկանց հոգիներում ճգնաժամը խորացավ, անկախության հետ կապված նրանց սպասելիքները չիրականացան։ Շատ ժամանակ չանցած նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին կստիպեն հրաժարական տալ։ Նրա հետ կհեռանան նաև իր բոլոր համախոհները։ Հայաստանի Հանրապետության նոր նախագահ է ընտրվում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ է նշանակում պաշտպանության նախարար, պատերազմի հերոս իր մտերիմ ընկերոջը Վազգեն Սարգսյանին։ Որոշ ժամանակ անց ազգային ժողովի նախագահ է ընտրվում Հայաստանի Կոմկուսի նախկին առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը։ Եվ ծագեց Հայաստանի վերածնման հույսը։ Հազար 999 թվականի հոկտեմբերի 27 Հայաստանում ընտրում են նոր կաթողիկոս։ Անսպասելիորեն հանդիսավոր արարողություն ընդհատվեց։ Կաթողիկոսին հանձնվեց մի երկտող։ Կարեն Դեմիրճյանը վիրավորված չէր, նրան սպանել էին։ Մարդասպանների ձեռքով խորհրդարանում զոհվեց 8 մարդ։ Խոր վիշտը պատեց երկիրը։ Ժողովրդին ցնցել էր դաժան հաշվեհարդարը։ Եվ առանձնապես Դեմիրճյանի մահը։ Նրան շատ էին սիրում Հայաստանում։ Նրան հավատում էին։ Շատերը վստահ էին, որ նա Հայաստանը կհանի ճգնաժամից, կփրկի երկիրը։ Հիմա ժողովուրդը նրա հետ կարծես թաղում էր իր հույսերը։ Խորհրդարան։ Սոսկալի կադրեր։ Ահա, բեմի վրա տերորիստները գնդակահարում են վիրավոր Դեմիրճյանին։ Արյամբ գինով ցած մարդասպանները գոռգոռում են, հայհոյում և սպառնում։ Վարչապետը, որին հարվածում են, արդեն մեռած է։ Ներխուժեցին այդ ավազակները։ 8 մարդ խորհրդարանում սպանվեց,
այդ թվում վարչապետ Վազգեն Սարգսյանը, որը պատերազմի հերոս էր։ Սպանվեց Կարեն Դեմիրճյանը։ Ոչ մի խորհրդարանում նման բան չի եղել։ Это был человек с очень развитым интеллектом. Этот человек был хорошим хозяйственником. Նա շատ ինտելեկտուալ մարդ էր, լավ տնտեսվար եւ լավ ինժեներ, բազմակողմանի զարգացած։ Он разносторонне был развитый человек. Չկար մի բնակավար, որը զրույցի ժամանակ նա շրջանցեր։ Չկար։ Он где-то ушел от разговора. Не было. Полный расцвет. Հայաստանը լիովին ծաղկել եւ իր բարձրակետին է հասել Կարեն Դեմիրճյանի օրոք։ Առաջին պրեզիդենտը պետք է Կարեն Դեմիրճյանը լիներ։ Պարզապես ինձ թվում է, նա թույլ չէր տա նման ավերածություն եւ սանձարձակություն հետագայում հանրապետությունում ծավալված սեփականաշնորհման եւ այլ գործընթացներում։ Եվ թույլ չէր տա, որ այդ քրչոտներն ու թալանչիները ավերեին Հայաստանի ողջ տնտեսությունը։ Разрушить все хозяйство Армении. Что ты думаешь? Ինչ ես կարծում, Դեմիրճյանը կարող էր ինչ-որ բան անել։ Գիտես, ազդեցության ուժով այդ սպանությունը հավասարազոր էր 88-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժին։ Ժողովուրդը պարզապես ցնցված էր։ Իսկ ահա ինչ վերաբերվում է այն հարցին, թե նա ինչ-որ բան կարող էր անել, թե ոչ, գիտես, ժողովուրդը հավատում էր նրան։ Հավատում էր։ Նա խոսք էր տվել, իսկ երբ մարդիկ հավատում են, ինձ թվում է դա արդեն միանգամայն այլ բան է։ Мне кажется, это уже совершенно другой дух. Տաճարների զառամյալ քարերը հավերժ պահպանել են Հայաստանի ոգին։ Բայց այսօր երբեմն թվում է, թե տաճարներն ապրում են մի օրենքով, իսկ շուրջն ընթացող կյանքը մեկ ուրիշ։ Սա հաղպատիվանքն է։ Հնուց ի վեր նրա կողքին բնակվել են մարդիկ, յուղացիներ։ Ինչպես են նրանք այսօր ապրում։ Если считать, сколько
Եթե հաշվենք, թե դրսից ինչքան են օգնել Հայաստանին, երևի կարելի էր երկու Հայաստան կառուցել։ Можно было, наверное, 2 Армении построить. Хотя я Թեև 88 թվականից ես ոչ մի դրամ չեմ ստացել, ոչ սննդամթերքի, ոչ փողի եւ ոչ էլ վառելիքի տեսքով։ Մինչև հիմա բացարձակապես ոչինչ չեմ ստացել։ Այս տարի մի պարկ ալյուր եմ ստացել։ 5 կիլոգրամ։ А сколько $1 миллион Իսկ քանի միլիոն դոլար գողացան։ А как, если бы все, что получили, Եթե ստացվածը մնար պետբյուջեում, մեր հանրապետությունը ամենաբարձր մակարդակը կունենար Կովկասում։ наша республика сейчас была бы на почти высшем уровне, на Кавказе. Այս կամուրջը 100 տարեկան է։ Կառուցել են դեռևս Նիկոլայ II-ի օրոք։ Քանի գնացքներ են անցել նրա վրայով։ Այս մարդը երկաթուղու կայանի պահակն է։ Վաղուց դեռ խորհրդային ժամանակներից։ Իսկ ինչ է նա պահպանում այսօր։ Թվում է, թե այս գծերը պետք չեն ոչ ոքի, ձեր պահակից բացի։ Ну, поездов Դե առաջ գնացքները շատ էին։ много было. Почти Օրը համարյա 10-15 գնացք էր գնում ու գալիս Ռուսաստանից, տարբեր քաղաքներից։ поездов проехали. И отсюда проехали, оттуда с России, с разных городов, республики. Было много тогда. Այն ժամանակ գնացքները շատ էին, Сейчас очень мало, очень редко. իսկ հիմա շատ քիչ, Нету շատ стройки. հազվադեպ։ Если Շինարարություն очень չկա, мало есть в Армении. եթե կա էլ շատ քիչ։ Եվ հետո երկաթգծերը Потом փակ են։ закрыты дороги. Ադրբեջանի կողմից էլ են փակ։ Со стороны Азербайджана закрыто. Поезд. Гнацк. Поезд. Գնացք։ Говорите в камеру. Իսկ այդ գնացքը կար, թե ուրվական էր միայն մեզ ու մժեղներին լսելի։ Անցյալից ապագա, ապագայից անցյալ, դեպի անիմանալին, ուր է տանում այս ճամփան։ Առաջին հայացքից այսօրվա Երևանը շատ անհոգ քաղաք է թվում։ Նվագախումբ, երաժշտություն, անդարտ մարդիկ, բարող մանուկներ, բայց ինչ է պահված այնտեղ տոնահանդեսի քողի տակ։ Վերնիսաժ։ Երևանի հայտնի վայրերից մեկը։ Թագավորությունը նկարիչների ու նկարների։ Բայց գնորդները քիչ են։ Այստեղ մենք ծանոթացանք Սաշայի հետ։ Դուք նրան արդեն տեսել եք մեր ֆիլմում։ Ինքը բանասեր է։ Վաճառում է հիվանդ ազգականի նկարները, օգնելով եւ նրան, եւ իրեն։ Я с самого начала, как и Սկզբում այն տարիներին,
Բոլորս երազում էինք ազատ Հայաստանի մասին, հայրենիքի մասին, որը շատ շուտ ոտքի կկանգնի։ Մենք շատ մեծ ծրագրեր ունեինք։ Այդ երազանքը իհարկե կիրականանա, ցավոք ոչ այսօր։ Она, конечно, будет реализована, но не сегодня. Ибо, не знаю, люди, те, которые воспользовались нашими Մարդիկ, որոնք օգտվեցին մեր լավագույն մղումներից, լավագույն զգացմունքներից, նրանք չգիտեմ կամ մեծամտացան, կամ մոռացան մեզ։ Ամենայն դեպս նրանք չեն անում այն, ինչ իրենցից սպասում էր ժողովուրդը, ազգը։ не делают то, чего от них ожидал народ, нация. Եվս մեկը, որին հանդիպեցինք Վերնիսաժում։ Առաջ նա բարձր որակավորման էլեկտրիկ էր։ Сейчас уже как этот Հիմա երբ այդ այսպես կոչված ազատությունը կա, մնացի առանց աշխատանքի։ Ընտանիքս 6 հոգուց է բաղկացած, որդիս, կինս, հարսս ու 2 թոռս, բոլորս միասին ենք ապրում։ Հիմա ինչ եմ անում, այս սուրճը վերցնում եմ ու մի քիչ փող եմ վաստակում, որպեսզի ապրենք։ Տնտեսական ճգնաժամը Հայաստանում անցյալ չի դարձել։ Արդյունաբերական ձեռնարկություններից շատերը բառից բուն իմաստով ավերակ են։ Սա Վանաձորն է, նախկինում քիմիական եւ ոչ միայն քիմիական, արդյունաբերական հայտնի կենտրոն։ Այս մարդկանց մենք հատուկ չենք հավաքել նկարահանման։ Նրանք ամեն օր կանգնած են այստեղ։ Նրանք գնալու տեղ չունեն, գործազուրկ են։ Այստեղ կանգնած մարդիկ ինչ ունեն վաճառում են, հասկանում եք։ Ով ինչ ունի, վաճառում է, որպեսզի ապրի։ Հացի համար ամեն ինչ վաճառում են, ինչ տանը կա, ինչ մնացել է։ Խանութներում հաց կա, ամեն ինչ կա, բայց փող չկա։ Մարդիկ, ծերերը արդեն աղբարկղներն են փորփրում, հաց են հավաքում, թղթերից ինչ-որ բան են հանում եւ ուտում են։ Միթե այսպես կարելի է։ Հայաստանը այսպեսին չի եղել, Հայաստանը ծաղկուն էր։ Ես մասնագիտությամբ շինարար եմ, պրոֆեսիոնալ շինարար, իսկ հիմա անգործ եմ։ Հիմա ինչ-որ մեկին ասեք, թե գնավ հավատա, որ մեր ապագան լավ կլինի։ Չէ որ օր-օրերի ժամ-ժամի վատանում է, որովհետև փոխվում են վերևինները։ Գալիս են նորերը, մտածում միայն գրպանի մասին, Շվեյցարիայի մասին, ժողովրդի մասին ոչ ոք չի մտածում։ И все, а насчет народа никто не думает. Ահա նրանցից մեկը, ում հասցեագրված են մեղադրանքները։ Հայաստանի նախկին վարչապետը, վայրենի սեփականաշնորհման եւ չնչին գնով ձեռնարկությունների վաճառման հեղինակը։ Թե ինչ եղավ այդ ձեռնարկությունների վերջը, դուք տեսնում եք։ Փոխարենը բարգավաճում են դրանց նորահայտ տերերը։ Դասական բանաձև է, սեփականության հիմքը կողոպուտն է, որը կարծես թե անարգել գործում էր Հայաստանում։ Եվ մի բանաձև ևս, մեզնից հետո թեկուս ջրհեղեղ։ Եկավ սեփականաշնորհման ժամանակը։ Մի գեղեցիկ օր նախարարն ուղարկեց իր ներկայացուցիչներին։ Եկան ասացին, որ այսօրվանից տնօրենը կլինի այս ընկերը, ինչ որ գողական հեղինակություն։ Իսկ այդ ժամանակ ամենուր սպանություններ էին կատարվում։ Չլսել նախարարի հրամանը նշանակում է խաչ քաշել վրատ։ Ես հեռացա և ֆաբրիկան թողեցի այդ հեղինակությանը։
Половина молодых людей. Երիտասարդների նույնիսկ կեսը չի մնացել, բոլորը գնացել են։ Ոչ մեկը չկա։ Իսկ հիմա ասում են մեր կադրերը փախել են։ Եթե աշխատենք, պետք է հավանաբար դպրոց բացենք, նորից կադրեր պատրաստելու համար։ Իսկ ով է մեղավոր, որ մարդիկ ցրվել են։ Ամեն մեկն իր ընտանիքն ունի, ամեն մեկն ուզում է իր երեխային կերակրել։ Նա պետք է ինչ-որ բանով զբաղվի։ Այստեղ չգտավ, կգնա Կրասնոդար, Ստավրոպոլ, Մոսկվա, Ռոստով։ Այսպիսի հասկացողություն կա, Թավշյա հեղափոխություն։ Եվ ես հասկացա, որ մեզ մոտ Թավշյա արտաքսում է տեղի ունենում։ Հասկանում եք, պարտադիր չէ մորթել, սպանել, որպեսզի մարդիկ լքեն իրենց տները, իրենց հայրենիքը։ Կարելի է այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդկանց համար անտանելի լինի։ Մեկնեցի, որովհետև իմ մեջ խոսեց վիրավորանքը, որովհետև ինձ խաբեցին։ Խաբեցին այն ժամանակ, երբ լույս չկար, բայց պարզվեց, որ լույս կարող էր լինել։ Խաբեցին, երբ բենզին վաճառեցին, նավթ վաճառեցին։ Վաճառում էին նավթը եւ անջատում լույսը, որպեսզի վաճառվեր իրենց նավթը։ Նշանակում է ինչ-որ մեկը մեր հաշվին հարստանում էր։ Ես իմ ժողովրդից, քաղաքից, հանրապետությունից չեմ նեղանում։ Ես նեղանում եմ այն մի բուռ մարդկանցից, որոնք եկան եւ սկսեցին թալանել Հայաստանը, բաժանեցին եւ թալանեցին։ Թորնիկս ծնվեց ու արդեն նրա ուսերին պարտ կա, մոտավորապես $700, որովհետև Հայաստանը $1 միլիարդ պարտք ունի։ Ով պետք է վճարի։ Մենք չէ, ես կմեռնեմ կգնամ։ Իմ թորներն են վճարելու մեր սխալների համար։ Ահա սրա մասին է խոսքը։ Ես կարծում եմ այստեղ որ շատ դժվար կլինի շուտ կարիերա ստեղծելու համար։ Ուզում եմ գնամ դուրս, որ ինչ-որ մի նպատակի հասնեմ։ Ունեմ նպատակ, բայց ուզում եմ հասնեմ այդ նպատակին։ Այստեղ շատ դժվար կլինի, որովհետև այստեղ պայմաններ չկան ու չեն է թողում, որ ստեղծվի պայմաններ։ Պետք է գնալ։ Բոլոր մարդիկ դա են մտածում։ Мне кажется, он несколько преувеличивает. Ինձ թվում է նա մի քիչ չափազանցնում է։ Այ մենք շատ մարդկանց հետ ենք հանդիպել, նկարահանել, նրանք չեն ուզում գնալ։ Նա երիտասարդ է, զգացմունքային։ Իհարկե հանդիպել են, գիտես, պարզապես այս 1 տարում, երբ մենք նկարահանում էինք այս ֆիլմը, նույնիսկ այդ ընթացքում դրական տեղաշարժեր են եղել։ 2-3 տարում շատ ձեռնարկություններ, գործարաններ են վերաբացվել։ Այլ բան է, որ շատերը այդ մասին պարզապես չգիտեն։ Վերագործակվեց Նայրիտը, Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, Կապանի մոլիբդենայինը, եւ ընդհանրապես իմ կարծիքով կույր պետք է լինել դրական փոփոխություններ չտեսնելու համար։ Բայց այնուամենայնիվ մարդիկ գնում են, իսկ խնդիրը մնում է։ Այո, գնում են, բայց վերադառնալու միտում կա։ Ճիշտ է, առայժմ քչերն են վերադառնում։ Գիտես, վերադառնում են թանկարժեք քարերի մշակման վարպետները, հանքագործները։ Իհարկե այսօր էլ են գնում, որովհետև այս երկրում դեռ շատ բան կարգավորված չէ։ Գնալու միտում դեռ կա։ Ու թեև կյանքը անհամեմատ թեթևացել է, արտագաղթը չի ընթացվում։ Հենց թեկուզ միայն Ռուսաստանում այժմ ավելի շատ հայ կա, քան Հայաստանում։ Միգուցե դա այնքան էլ սարսափելի չէ, սակայն եթե այդպես շարունակվի, արդյոք Հայաստանը չի դառնա ընդամենը սեփական ժողովրդի համար ամառանոց։ Ուր կմեկնի այս տղան։ Տուն կվերադառնա արդյոք։